Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր ձեր հետ միասին մենք կխոսենք աշխարհաքաղաքական ուղղությամբ տեղի ունեցող զարգացումների մասին։ Նկատի ունեմ այն, ինչ տեղի է ունենում մեր տարածաշրջանում, Հայաստանում, Վրաստանում, առհասարակ տարածաշրջանում, դրա աշխարհաքաղաքական բաղադրիչների մասին։ Նկատի ունեմ նաև այն գործընթացները, որը տեղի են ունենում Հայաստանում ներքաղաքական դաշտում, ինչպես նաև մեր եկեղեցին ազատագրելու գործում։ Այս ամենը ունի շատ կարևոր աշխարհաքաղաքական բաղադրիչ եւ շատ կարևոր եմ համարում, որ մենք միասին նաև անպայման դա քննարկենք, որովհետեւ դուք գիտեք, հարգելի հայրենակիցներ, որ մենք ձեր հետ միասին մեծ ժամանակ ենք տրամադրում միջազգային եւ աշխարհաքաղաքական զարգացումների վերլուծությանը։ Բայց նաև դուք տեսնում եք, որ մենք ներքաղաքական միասին, ես նկատի ունեմ ես եւ դուք բոլորդ, գործում ենք ներքաղաքական նաև օրակարգով Վրաստանում, Հայաստանում եւ կոնկրետ ոչ միայն ելույթների, վերլուծությունների կամ հանրային կարծիք ձևավորելու ուղղությամբ, այլ նաև, ինչը շատ կարևոր է, գործնային առումով եւ կիրակի օրը հովանավանքը ազատագրելու այդ գործընթացը եւ իմ մասնակցությունը դրանում դա եւս մեկ ապացույց է, որ գործնական ուղու վրա էլ ենք մենք գտնվում։ Միևնույն ժամանակ վերլուծում ենք, գործում ենք, այն էլ տարբեր ուղղություններով եւ դաշտերով։ Բայց չմոռանանք վերլուծելը, որ լավ ընկալենք, թե ինչ է տեղի ունենում։ Հարգելի հայրենակիցներ, սկսենք նրանից, որ հետսովետական տարածաշրջանում փաստացի Ռուսաստանը փորձել էր վերականգնել Սովետական Միությունը եւ դրա նպատակով հարձակվեց Ուկրաինայի վրա։ Հաշվի առնելով այն, որ այդ գործընթացը արդեն 3.5 տարուց ավել է, չի կարող հաջողության հասնել, ապա հետսովետական տարածաշրջանում լրջագույն փոփոխություններ են սկսվել։ Եվ այդ լրջագույն փոփոխությունները վերաբերվում են նրան, որ Ուկրաինան եւ Մոլդովան դեպի Եվրոպա կարողացան շարժվել շատ ակտիվ, պաշտպանելով Ուկրաինան իր սեփական պետությունը, միևնույն ժամանակ Ադրբեջանը, որը տեսավ Ռուսաստանի թույլ դիրքերը, իսկ հիշեցնեմ 2020 թվականում Ռուսաստանը հզոր դիրքեր ուներ, որովհետեւ դեռ աշխարհը չգիտեր, որ Ռուսաստանի հնարավորությունները այսքան սահմանափակ են, եւ 2020 թվականին այն ստատուս քվոն, որը Լեռնային Ղարաբաղում ձևավորվեց, այդ նոյեմբերի 9-ի ուրեմն ամբողջ փաստաթղթով, ապա Ռուսաստանը կարողանում էր իր ազդեցությունը այդպես պահել։ Դրանից հետո, երբ 2022 թվականին Ռուսաստանը սկսեց պատերազմը, 23 թվականին արդեն Ադրբեջանի համար պարզ էր դալել եւ առհասարակ Թուրքիայի համար էլ, որ Ռուսաստանը այլևս հնարավորություն չունի եւ ոչ էլ ցանկություն փաստացի կարողանա ապահովել Լեռնային Ղարաբաղում իր սեփական օրակարգը։ Իսկ ցավոք, որ Լեռնային Ղարաբաղում միայն Ռուսաստանի օրակարգն էր ձևավորված եւ դա ում մեղքն է, կարծում եմ դուք շատ լավ գիտեք։ Այդպես կոչված առաջնորդների Լեռնային Ղարաբաղում, որոնք գիտեք, որ միշտ Ռուսաստանին վերաբերվել են կրոնի մակարդակով, ինչը շատ վտանգավոր է քաղաքականությունում։ Ուստի մենք տեսանք այդ իրավիճակում Ադրբեջանի կողմից օգտագործված հնարավորությունը եւ տեսանք, որ հիմա տարածաշրջանում Թուրքիան կարողանում է Ադրբեջանը եւ Կենտրոնական Ասիայի թուրքական պետությունները Ղազախստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, Ղրղստանը քաշել իր կողմ։ Եվ հարցը նրանում է, որ Ռուսաստանը զուգահեռ Բելարուսի եւ Ուկրաինայում մի հատվածի գրավել է նաեւ Վրաստանը։ Եվ մենք ձեր հետ միասին բազում անգամ սրա մասին ակտիվ խոսում ենք։ Ինչպես է գրավել Վրաստանը եւ այլն, դրա մասին առանձին կարող ենք խոսել, թե Վրաստանում ինչ է տեղի ունենում եւ ինչպես։ Կարճ ասած, դա իհարկե ռուս օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի միջոցով է։
Եվ այդտեղից է գալի, որ մենք շատ լավ հասկանում ենք, հատկապես ես, լինելով Թբիլիսիի հայ, վիրահայ եւ ակտիվ Վրաստանի հասարակական գործիչ, ապա կարող եմ հստակ ասեմ, որ Բիձինա Իվանիշվիլու ծրագիրը եւ Սամվել Կարապետյանի ծրագիրը դա նույն ծրագրերն են։ Հիմա կբացատրենք, թե ինչու, որովհետեւ մենք գալիս ենք այն փուլին, որ Ռուսաստանը ուզենալով նաեւ վերականգնել սովետական հետսովետական տարածաշրջանը, գլխավոր նպատակներից մեկը ունի լոգիստիկ կապերի վրա վերահսկողություն հաստատելը։ Եվ դուք գիտեք, որ այդպես կոչված միջին միջանցքը միջազգային ծրագիր է, դա առհասարակ Ադրբեջանի հետ կապ չունի, այդպես է կոչվում, բայց դա միջազգային ծրագիր է եւ կենտրոնական ուղին է։ Եվրասիայի մայց համարքում մենք փաստացի ունենք 3 ուղի, հարգելի հայրենակիցներ։ Մեկը Չինաստանից, իսկ Չինաստանը աշխարհի երկրորդ տնտեսությունն է եւ շատ կարևոր զարգացող կենտրոն, անցնում է Ռուսաստանով դեպի Եվրոպա եւ հետո հենց Եվրոպան կարելի ասել նաեւ միասնական Եվրոպան իրականում Չինաստանից ավելի խոշոր տնտեսություն է, երկրորդն է ստացվում։ Բայց առանձին եթե նայենք, ապա Չինաստանն է երկրորդ տնտեսությունը Միացյալ Նահանգներից հետո։ Հարգելի հայրենակիցներ, Ռուսաստանով այդ ուղին փակ է Ռուսաստանի պատերազմի եւ պատժամիջոցների պատճառով։ Մյուս ուղին ցամաքով գալիս է Իրանով եւ Իրանով այդ ուղին նաեւ փակ է պատժամիջոցների պատճառով։ Եվ միջին միջանցք կոչված կենտրոնական ուղին, որը գալիս է Չինաստանից, Կենտրոնական Ասիայի թուրքական պետություններ եւ հետո Կովկասով պետք է անցնի դեպի Եվրոպա, այդ ուղին անցնելու էր Վրաստանի տարածքով եւ ինչ որ հատվածները արդեն սկսել էին անցնել Վրաստանի տարածքով։ Բայց հաշվի առնելով այն փաստը, որ Ռուսաստանը փաստացի գրավել է Վրաստանը եւ այստեղ ձևավորել է հակաամերիկյան, հակաեվրոպական բռնապետություն, որը իրոք 37 թվի նման, Բելարուսի եւ Հյուսիսային Կորեայի նման մի համակարգ է, ապա այս դեպքում Արևմուտքը հետաքրքրված է նրանում, որ լինի այլընտրանքային հնարավորություն։ Եվ այդ այլընտրանքը Հայաստանն է։ Եվ ամբողջ հիմա պատքարը տարածաշրջանում տեղի է ունենում Հայաստանի համար, որովհետև Ռուսաստանը վերահսկում է Եվրասիայի տարածքում Ռուսաստանը, Վրաստանը եւ Իրանը։ Իրանը Ռուսաստանի մոտ դաշնակիցն է, ուղիղ վերահսկողություն չկա, բայց միասնական են իրենք գործում։ Եվ եթե Ռուսաստանը վերահսկի նաեւ Հայաստանը, ապա Ռուսաստան, Վրաստան, Հայաստան, Իրան, Եվրասիայի ցամաքը փակվում է։ Ամբողջ արևմուտք, արևելք, արևելք, արևմուտք լոգիստիկան կլինի Մոսկվայի ձեռքը։ Բոլորը Վաշինգտոնը, Լոնդոնը, Բրյուսելը, Պեկինը, ինչպես նաև Անկարան եւ Կենտրոնական Ասիայի թուրքական պետությունները Ադրբեջանը ստիպված են եղնելու բանակցել Մոսկվայի հետ այս լոգիստիկ կապերի համար։ Եվ իհարկե դա որևէ մեկին ձեռ չի տալիս։ Առաջի հերթին ձեռ չի տալիս Արևմուտքին, ինչպես նաև հենց Թուրքական միությանը եւ Եվրոպային։ Եվ այդ նպատակով, իհարկե, Արևմուտքը աջակցում է Վրաստանի ժողովրդի ցանկությունը 80%-ով միանալ Եվրոպական միությանը եւ փաստացի դառնալ Արևմուտքի մաս։ Բայց չնայած դրա Վրաստանում ժողովուրդը ճնշվում է այս բռնապետական համակարգի կողմից։ Զուգահեռ դրա Վաշինգտոնը առաջի հերթին շատ լավ տեսավ, որ այս հնարավորությունում միևնույն ժամանակ Հայաստանը պաշտպանելու հնարավորությունում կարևորագույն է, որ Հայաստանը դառնա այդ նոր խաչմերուկը, այդ նոր կենտրոնը աշխարհաքաղաքական։ Եվ այդ իրավիճակում Երևանը
կարողացել է Վաշինգտոնի հետ միասին ձևավորել օգոստոսի 8-ի օրակարգ, որով այն, որ Վրաստանը ապրիլ ամսից կիսաբլոկադա է սկսել Հայաստանի, դե գիտեք, գազի թեմայով, ծաղիկների, ձկնեղենի, թութունի, կոնյակի, ուրիշ ալկոհոլի նկատի ունեմ, կոնյակ իհարկե հայկական գոյություն չունի, բրենդի է կոչվում, գիտեք, կոնյակը ինքը շրջան է Ֆրանսիայում, չի կարող, միայն այդ շրջանում աճեցրածը կարա կոնյակ համարվի, բայց առանձի թեմա։ Տեսնում եմ, որ նույնիսկ այս թեմայով են թիրախավորում վարչապետ Փաշինյանին, իմ համար զարմանալի է, բայց դե հիբրիդային պատերազմի մեխանիզմները ինչ անես, շատ ակտիվ են աշխատում։ Հիմա Հայաստանը կարողանալու է ձևավորել լոգիստիկ կապեր, նվազեցնել իր կախվածությունը Վրաստանից եւ Ռուսաստանից, ուստի թույլ չտալով, որ Վրաստանի կողմից բլոկադա կազմակերպվի Հայաստանի, իսկ ինչը այս իրավիճակում 80%-անոց կախվածության դեպքում սարսափելի հետևանքներ կունենար, ինչու համար անհրաժեշտ է փոխշահավետ հարաբերություններ ձևավորել Թուրքիայի, Ադրբեջանի եւ Կենտրոնական Ասիայի թուրքական պետությունների հետ, որոնց հետ արդեն ունենք այդպիսի փոխշահավետ հարաբերություններ։ Եվ դրա վառ օրինակը ոչ միայն 30 տարվա պատմությունն է Ղազախստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի եւ Қырғызստանի հետ, այլ նաեւ այն, որ առաջի ցորենը գալիս է Ղազախստանից։ Ինչու մասին է սա։ Իհարկե նրա մասին չէ, որ մենք ցորենի պակաս ունենք այսօր, այլ նրա մասին է, որ Հայաստանը ստեղծում է այլ ընտրանքներ։ Եվ նույն Ուկրաինայից է կարելի ստանալ ցորեն Թուրքիայի տարածքով, նույն Ղազախստանից ստանալ Ադրբեջանի տարածքով, ուստի որևէ մեկը չի կարողանալու Հայաստանին ստիպել հանձնել իր ինքնիշխանությունը նրա պատճառով, որ Հայաստանին տնտեսական բլոկադա են կազմակերպում։ Հիմա բացատրեմ, թե սա ինչու համար է արվում, որովհետև մի կողմից, որ Թուրքիան եւ Ադրբեջանը հիմա, իսկ գիտեք, որ Ռուսաստանը փորձում է թույլ չտալ, որ Ադրբեջանը եւ թուրքական պետությունները Կենտրոնական Ասիայի կարողանան իր ազդեցության գոտուց դուրս գալ։ Ուստի այդ նույն պետությունները, հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի եւ Ռուսաստանի հարաբերությունների սրումը, ինչպես նաեւ այդպիսի սրում կա Ղազախստանի ուղղությունով, եւ մենք տեսնում ենք, որ փոխվում է դինամիկան Ռուսաստան-Ղազախստան հարաբերությունների, բացի դրանից վերջի տարիների ընթացքում թուրքական պետությունների միության հզորացումը, զարգացումը եւ նույնիսկ պայմանավորվածությունը, որ մեկ լեզվի համակարգի վրա են անցնելու, բերում է նրան, որ իրենք ուզում են ունենալ լոգիստիկ կապեր, որոնք չեն լինի Ռուսաստանի վերահսկողության տակ։ Եվ հաշվի առնելով այն, որ Իրանը եւ Ռուսաստանը դաշնակցային գործընթացներ ունեն, Վրաստանը գտնվում է Ռուսաստանի վերահսկողության փաստացի տակ, ապա նույն թուրքերը եւ ադրբեջանցիք եւ թուրքական առհասարակ պետությունները չեն վստահում իմ պատկերացումով այդքան էլ Վրաստանին, որովհետեւ կասկածում են Վրաստանը, որ կարող է նույն ձևով բլոկադա կամ խնդիրներ ստեղծի իրենց համար եւ Բիձինա Իվանիշվիլիի իրավիճակում նկատի ունեմ։ Եվ ուստի այդ նպատակով իրանք այո ցանկանում են, որ լոգիստիկ կապեր բացվեն Հայաստանում։ Հայաստանին դա նաև շատ պետք է, մենք նոր խոսեցինք, թե ինչ պատճառների համար։ Բացի դրանից, Վաշինգտոնի համար դա կենսական է, որ ինքը կարողանա Կենտրոնական Ասիան նաև պահի ավելի մոտ Թուրքիային, քան ավելի մոտ Ռուսաստանին եւ Չինաստանին։ Դա կարևոր միջազգային գործընթաց է։ Բացի դրանից, այս ուղիների վրա Մոսկվայի վերահսկողությունը թույլ չտալը նշանակում է, որ դա արդեն ռազմավարական հաղթանակ է Արևմուտքի համար։ Եվ ի վերջո, հարգելի հայրենակիցներ, ստացվում է, որ շատ տարբեր կենտրոնների, բացի Մոսկվայից, ձեռք է տալիս, որ Հայաստանը, Երևանը լինի սուբյեկտ եւ ինքնիշխան։ Եվ միայն Ռուսաստանին պետք է, որ ճակատագրային սխալ թույլ տանք եւ նորից գնանք հակամարտության ուղով, դրանով հարցի տակ դնենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը եւ խաղաղությունը եւ տարածքային ամբողջականությունը, սրենք հարաբերությունները Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, որի հետևանքով պետք է սկսվի նոր պատերազմ Սյունիքում։ Եվ զուգահեռ դրա պետք է Ադրբեջանը այդտեղ ռազմական գործողությունների հետևանքում
օկուպանտ հայտարարվի նաև, իսկ Ռուսաստանը գա հայերին փրկի։ Եվ դա միանգամից մի քանի հարց կլուծի. Ադրբեջանի նավթի գազի հարցը, Հայաստանի սուվերենության հարցը եւ գլխավորը լոգիստիկ հարցերը, որովհետեւ եթե Ռուսաստանը Սյունիք ոտք դնի, եթե Ռուսաստանը Սյունիքում Լեռնային Ղարաբաղի նման ունենա այդպիսի ճակերտներում խաղաղապահ առաքելություն, հայկական պետության հարցը ավարտված է։ Այո, Սյունիքն է ողնաշարը հայկական պետության։ Եվ եթե Սյունիքը վերահսկի Ռուսաստանը, հայկական պետություն չկա, ինչպես նաև եթե Սյունիքը վերահսկի որևէ ուրիշ մեկը։ Այդ իսկ պատճառով Սյունիքը եւ ամբողջ Հայաստանը վերահսկելու է Հայաստանը, Երևանը սուբյեկտ է այսուհետև։ Եվ հիմա այս սուբյեկտ Երևանի դեմ ընթանում է պայքար, մեծ պայքար։ Պայքարի մի մասը դա իհարկե Վրաստանի եւ Ռուսաստանի միջոցով ճնշելն է Հայաստանը տնտեսական եւ ուրիշ առումներով, իհարկե մի ձև հրահրել Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ հակա մարտության ուրեմն մոտեցումը, նկատի ունեմ իշխանություններին Հայաստանի մեղադրել, ես տեսնում եմ ինչ են գործակալները հայտարարում եւ փաստացի ասել, որ սրանք ճակերտներում թուրքական իշխանություն են եւ այլն։ Մի խոսքով իհարկե ռուսական գործակալները պետք է մեղադրեն այս իրավիճակում իշխանություններին, որովհետեւ իրանք սպասարկում են Ռուսաստանի նպատակը, որ հայերը նորից ունենան հակամարտություն թուրքերի հետ։ Որովհետեւ այդ դեպքում, հակամարտության դեպքում, ինչ է պատրաստվում։ Կտրիչ Ներսիսյանը պետք է կայսրին դիմեր եւ ասեր, որ Հայաստանը ընդունեք ձեր կազմ։ Կտրիչ Ներսիսյանը ինչպես հոգևոր առաջնորդ ճակերտներում կներեք ինձ այս խոսքերի համար։ Պետք է ասեր Սյունիք, արեք փրկեք մեզ։ Ղարաբաղից հետո փրկեցին Ղարաբաղում, հիմա Սյունիքում պետքա փրկեին։ Գործակալները մնացած միավորվել են հիմա եւ պետք է այդ օրակարգը մի կերպ առաջ տանել։ Սամվել Կարապետյանին, ռուս օլիգարխին դրեցին գործի Կտրիչ Ներսյանի հետ միասին, որ այդ օրակարգը առաջ տաներ։ Նույն օրակարգով Վարդան Ղուկասյանը, նույն օրակարգով Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Արթուր Վանեցյանը։ Նույն օրակարգով հիմա արդեն Էդմոն Մարուքյանը եւ Արման Թաթոյանը։ Դե իհարկե, ոնց կարելի է մոռանալ, երբ մենք խոսում ենք Ռուսաստանի շահերը անցկացնելու մասին, դաշնակցությունը։ Այս բոլորը միավորվել են, որ մի կերպ թույլ չտան սուվերեն ինքնիշխան Հայաստանի ձևավորում, որովհետև ինքնիշխան Հայաստանը թույլ չի տալու գործակալներ, որ այլևս իրենք երբեք հայտնվեն իշխանությունում։ Դա շատ պարզ է, որովհետև ռուսական գործակալների տեղը չէ Հայաստանի իշխանությունը։ Եվ եւս մեկ հարց, որը պետք է շարունակեմ բարձրաձայնեմ, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ բանակցելը երբվանից է համարվում դավաճանություն։ Կամ ում դավաճանությունն է, ում ենք մենք դավաճանում, Ռուսաստանին ենք դավաճանում։ Կարող է, երբ Ռուսաստանն է բանակցում Թուրքիա եւ Ադրբեջանի հետ մեր փոխարեն դա է հայերի հանդեպ դավաճանություն։ Իսկ երբ հայերն են բանակցում իրանց համար Թուրքիա եւ Ադրբեջանի հետ դավաճանություն ում հանդեպ է։ Դաշնակցության հանդեպն է, որը միայն եթե ինքն է բանակցում, դա դավաճանություն չէ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Նույնիսկ եղբայր եթե հայտարարում է Թուրքիային, թուրքերին, հիշենք, առաջի համաշխարհայինի ցեղասպանության, միջև ցեղասպանություն շրջանը, դաշնակցության հայտարարությունները։ Եթե դուք ձեզ ուզում եք մեկ կուսակցություն այսպիսի երկար պատմությունով ընկալեք, չմոռանաք, դուք եք թուրքերին եղբայր հայտարարը։ Չմոռանաք։ Ինչ վերաբերվում է հիմա նրան, որ այս իրավիճակում աշխարհաքաղաքականին վերադառնանք, այս գործակալները պետք է մի կերպ վերադարձնեն իշխանությունը,
որ Ռուսաստանը վերահսկի Ռուսաստան, Վրաստան, Հայաստան, Իրան, բոլոր այդ ուղիները։ Բաքուն, Անկարան, Ղազախստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, Ղրղստանը, Պեկինը, Լոնդոնը, Բրյուսելը, Վաշինգտոնը բոլորը գնան Մոսկվայի հետ խոսեն։ Իսկ Մոսկվան այս դեպքում, երբ ուկրաինական պատերազմի պատճառով մեկուսացման մեջ է գտնվում եւ ճնշումների տակ եւ լրջագույն խնդիրներ ունի, իրան էլ աշխարհակաղակական գործոնի տեղ չեն համարում տարածաշրջանային եւ ինքը հիմա փորձում է դրանով ստանալ Հայաստանով ուզում է ստանալ նորից այդ գործոնը եւ այս գործակալները պատրաստ են Հայաստանի Հանրապետության դեմ գործեն մեր կենսական պատմական շահերի դեմ գործեն ինչա որ ապահովեն ինչը եւ ով նույն կտրիչ Ներսյանը դա է անում դրա համար էլ ազատագրում ենք մեր եկեղեցին եւ նույն մնացած այդ ընդդիմադիր դաշտ կոչվածը նույնն է անում։ Եվ ինչու համար։ Միակ տարբերակը իրանք Հայաստանում իշխանություն ունենան, եթե դա Ռուսաստանից ստանձնած իրենց իշխանությունն է, որը ոչ թե ժողովրդից է գալի, այլ գալիս է Ռուսաստանից, կայսրից։ Միակ տարբերակը իրանք թալան շարունակեն Հայաստանում, դա կայսրի իշխանության տակ հնարավորությունն է թալանել մեր պետությունը։ Միակ տարբերակը իրանք իրանք սրբապղծություններով նկատի ունեմ կտրիչ Ներսյանի համակարգը շարունակեն զբաղվել եւ Աստծու անունով այդ գործընթացներում ուրեմն կառավարեն իշխեն ժողովրդի վրա, դա կայսրի համակարգի տակ գտնվելն է։ Միակ տարբերակը փրկել իրանց թալանածը եւ փրկել այս իրենց համակարգը, շարունակել իրենց այս համակարգը, դա Ռուսաստանի գուբերնիա հայտնվելն է նորից։ Եվ այդ է պատճառը, որ իրենք հիմա այդպես ակտիվ գործում են, փորձում են եւ այս ամեն ինչը իհարկե որոշվելու է հունիսին ընտրություններում։ Այդ է պատճառը, որ ես բացահայտ աջակցում եմ եւ աջակցելու եմ քաղաքացիական պայմանագիր կուսակցության եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ այս քաղաքական ուժի հաղթանակին, որովհետեւ այդ հաղթանակը նաեւ նշանակում է օգոստոսի 8-ի Վաշինգտոնի օրակարգի հաղթանակ, նշանակում է լոգիստիկ կապերի բացում Հայաստանի զարգացում եւ խաղաղության ապահովում, բարգավաճում Վաշինգտոնի հետ ռազմաքաղաքական մոտ հարաբերություններ, բալանսավորելով բոլոր մնացած կենտրոնների հետ հարաբերությունները։ Զուգահեռ դրա մեր բանակի զարգացում, տեխնոլոգիական առաջընթաց, բայց դա նաեւ նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը լինելու է ինքնիշխան պետություն։ Եվ դա հատկապես այն իրավիճակում, որում գտնվում է Վրաստանը, կարևորագույն նշանակություն ունի, որովհետև այսօր ժողովրդավարության կենտրոնը, այսօր արևմտյան այստեղ ներկայությունը Վաշինգտոնի, Բրյուսելի, այսօր այստեղ ուրեմն այս մարդու իրավունքների պաշտպանելու ուղին առհասարակ ամեն ինչ հիմնված է Հայաստանի եւ Երևանի վրա։ Այսօր Հայաստանի դերը պատմական կարևորություն ունի, Վրաստանը իր լոգիստիկ կապերի վրա նշանակությունը, իր ժողովրդավար նշանակությունը, իր արևմուտքի հետ կապերը ամեն ինչ կորցնում է եւ ցավոք այդ իրականությունն է եւ Հայաստանը այստեղ ունի պատմական մեծագույն նշանակություն հիմա, ուստի Հայաստանի Հանրապետությունը հիմա հնարավորություն ունի կայանալու, զարգանալու, հզորանալու, պետություն ձևավորելու եւ մենք ամեն ինչ ենք անելու դրա համար։ Եվ այդ նպատակով մենք ձեր հետ կխոսենք մոտակա ժամանակահատվածում նաեւ, թե ինչ քայլեր պետք է արվեն, բայց առաջի հերթին պետք է ասել, որ իհարկե պետք է շատ հստակ քաղաքական առումով հարցերը լուծենք։ Նկատի ունեմ առաջի հերթին կտրիչ Ներսյանից մեր եկեղեցին ազատագրելը եւ նկատի ունեմ մնացած բոլոր կարևոր ներքաղաքական գործընթացները։ Սրա մասին առանձին։ Կարծում եմ, որ այս վերլուծությունը տվեց հնարավորություն աշխարհաքաղաքական առումով ել ավելի լավ հասկանալ, թե ինչու է կարևոր այս գործընթացը։ Եվ ես շնորհակալ կլինեմ ձեզ հարցերի համար, որովհետև
հաջորդ վերլուծությունը կփորձեմ ձեր հարցերին պատասխանելով ավելի խորանամ այս թեմայով, որ ավելի պարզ դառնա ձեր համար, թե ինչ է տեղի ունենում առհասարակ աշխարհաքաղաքական առումով։ Շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք, ցտեսություն։